Փաշինյանը ծնկի եկավ նահատակների հիշատակի առաջ ՔՊ համագումարի ժամանակ, ինչ էր ուզում ասել իր քայլով։ Ինչ պիտի ասել, գնացին կորանել, ինչ պիտի ասել, ջիգար, ինչ էլ ասել, սրտից վերք չի կարա բուժի ինքը։ Ոչ մի տնօրեն սիրտ չի բուժվի։ Տեսողությունս կորած, ոտներս թույլ, ձեռքերս թույլ, ինչ պիտի ասել, ինչ էլ ասել, ինչ, կարողա բալալ գա կողքից կանել։ Դա իր կեղծավորությունն է, դա ոչինչ, դա պիտի ծնկի գա, դա կեղծավոր ծնկի գալը։ Որ մեղավոր է ինքը։ Որ ինքը մեղավոր է, լրի բոլոր զոհերի դեմ ինքը մեղավոր է։ Դրա համար է տեն ծնկի իջար, ժողովրդի ան։ Ինչին է պետք, ոտնա իջնել է, ինչին է պետք։ Իրա ինչին է պետք։ Որ ժողովրդին տեն զոհել է։ Այդքան ջահել երեխաներ են գնացել, ծնողներից հեռացել են, իրան ինչին է պետք։ Ինքը մի անգամ ինչ ասեց, անիմաստ նահատակներ, չէ, ասել է, չէ, տենց բան։ Երևի հիմա ուզում էր իմաստավորեր այդ իր ծնկի գալը։ Ինքը շուտ է ծնկի գալ, որքան հասե պատերազմը, ոչ շարունակի։ Եթե ժամանակը չկանգնացնեին այդ պատերազմը, այդքան զոհեր չէին կա։ Ջահելները սա, դեն 44 պատերազմում ցաղ հարևանները, ամեն մի հայացում մի պոպուլակա դրված, անտեղ է զոհեր, անտեղ է։ Ներշին, իր արածից երևի իր մեղքերն էր, թողություններ տալիս մեղքերի։ Սուտա կեղծա, կաբինետային կապի գա ինքը։ Ժողովուրդ կեսը, ասում են, որ դա ձևականություն է։ Դե դավաճանները դերասաններ են եւ նրանք ամեն ինչի ընդունակ են։ Դավաճանը մեծագույն դերասաններ են դավաճանները։ Իրաց դավաճանությունը արդարացնող ամեն ինչի պատրաստեցելի կա են իրենք։ Դավաճան ամեն սիրիկայության ընդունակ է։ Ամեն սրբապղծության, ամեն դերասանության զուտ իր աթոռ պահելու համար ամեն ինչ ընդունակ է։ Դա զուտ աթոռ պահելու ժեստ է։